Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մենք Free News-ի եթերում ենք, Energy մարզասրահից, ես Քնարիկն եմ։ Սիրողական սպորտը եւ հոբի է, եւ ժամանց, եւ առողջություն, այն մեր օրգանիզմում առաջացնում է սերոտոնին, դոֆամին, դրանք երջանկության հորմոններն են, որոնք շատ անհրաժեշտ են մեր օրգանիզմի համար, ուստի անպայման մարզվեք։ Այսօր մեզ անհրաժեշտ է լինելու այսպիսի ռեզին, որի փոխարեն դուք կարող եք վերցնել ցանկացած իր, որը կարող է ձգվող լինել, եւ որևէ ծանրություն, որը պետք է դնենք որովայնի վրա նստատեղի մկանները աշխատացնելու համար։ Կոնկրետ ես վերցրել եմ սպորտային ափսե, դուք տեսեք տանը ինչ հարմար բան ունեք եւ կարող ենք սկսել։ Այսօրվա իմ հյուրն է բոլորիդ կողմից սիրված եւ ճանաչված, պոզիտիվ եւ անչափ հմայիչ դերասանուհի Ագնես Շահնազարյանը։ Ողջույն։ Շնորհակալություն, ողջույն։ Ագնես, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, շատ ուրախ եմ ձեզ իմ տաղավարում տեսնել։ Ես էլ շնորհակալ եմ ինձ ուշադրություն դարձնելու համար, որպես արդեն սպորտային Ագնես։ Ագնես, դուք ուժեղ կին եք եւ շատ։ Ամենայն դեպս ես այդպես եմ ենթադրում, ճիշտ եմ թե ոչ։ Բայց Ագնես Շահնազարյանը իր կյանքի փուլերի ընթացքում, որոնք վստահ եմ շատ հետաքրքիր են եղել, փոխվել է արդյոք։ Եթե այո, որքանով է փոխվել, ինչն է փոխվել։ Իհարկե փոխվել է, բնականաբար փոխվում է եւ կյանքի տարբեր этаպներում ես մի հաղորդման ժամանակ էլ դրա մասին խոսեցի, երբ որ հանդիպում ես դժվարությունների, թվացող իբր թե անհաղթահարելի դժվարությունների եւ հաղթահարում ես դրանք, հասկանում ես, որ կյանքի այդ этаպում քեզ նման փորձություն տրվեց նրա համար, որ դու դրանից դաս քաղես ու էլ ավելի ամրապնդես քո ուժերը, էլ ավելի ամրանաս եւ ավելի ուժեղ մարդ դառնաս։ Այո, իմ կյանքում եղել են նմանատիպ этаպներ, ես շուտով կլինեմ 43 տարեկան, կարելի է ասել երևի թե 8 տարեկանից ես այդ этаպների մեջով անընդհատ անցնում եմ, անընդհատ։ Ես եւ երկրաշարժ եմ տեսել, եւ մութ ու ցուրտ տարիներ, եւ այլն, այսինքն այդ 8 տարեկանից ես սկսել եմ մեծանալ շատ արագ, որովհետեւ դուք չեք հիշի երևի, չէ, դուք դժվար թե հիշեք, դուք ինձնից բավականին երիտասարդ եք։ 8 տարեկանում, օրինակ, ես ստիպված էի տան կենցաղային հարցերը հոգալ, մայրս աշխատում էր, իսկ դա խոսում ենք այն թվականների մասին, երբ որ երկրաշարժ էր եւ մենք ապրում էինք տնակում, այսինքն մեր տունը փլվել էր եւ մենք ապրում էինք տնակի մեջ, ջուր էի կրում այդ տարիքում, արդեն լույս չկար Հայաստանում, մի խոսքով դաժան տարիներ, բայց քաղցր հիշողություններով եւ ուրիշ կերպ էլ անդրադառնամ դրան, հիմա երբ որ հետ եմ նայում հասկանում եմ, թե ինչ երջանիկ էինք ապրում մենք այդ ժամանակ, թեկուզ եւ շատ սահմանափակումներով։ Եվ այո, 8 տարեկանից անընդհատ ինչ-որ փուլերի մեջով եմ անցնում եւ ասում են, չէ, Աստված փորձությունը ուղարկում է նրան այն չափաբաժնով, ինչը որ վստահ է, որ մարդը կարող է դրա տակից դուրս գալ, հա։ Իմ դեպքում մի քիչ շատ է լինում, ինչ որ անհասկանալի, բայց փառք Աստծո կարողանում եմ հաղթահարել եւ շնորհակալություն այդ ուժի համար, որ ես ունեմ, որ կարողանում եմ այսպես անցնել եւ դրանից ավելի մեծ կյանքի փորձ ձեռք բերել, ուժ ունենալ, որ կողքից ասում, նենց կուզենայի թույլ էակ լինել, բայց դե հիմա ունենք այնինչ ունենք։ Հետաքրքիր, այսինքն համաձայն եք, որ մարդ կյանքի փուլ առ փուլ անցնելով փոխվում է, որովհետև այո, կան կարծիքներ, որ մարդը չի փոխվում։ Իհարկե ես համաձայն չեմ։ Մարդը ունի ինչ-որ որակական հատկանիշներ, որոնք ըստիս, դա էլ իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ չի փոխվում։ Ոնց են ասում, կարմիր կովը իր կաշին չի փոխում, չէ՞։ Եվ մարդկանց դեպքում էլ են ասում, որ դա չի փոխվում։ Այսինքն հիմնակարային ինչ-որ բաներ չեն փոխվում։ Կարող է մարդը փոխվել, կարող է ինչ-որ փոփոխության ենթարկվել, կարող է գրականություն կարդալ, մեջը ինչ-որ մի բան առաջանա, բայց այն ինչ-որ ի վերուստ դրված է ներսում, այ դա չի փոխվում։ Կմախքը։ Հա, կմախքը չի փոխվում, այո, շատ դիպուկ
թիրախային ասեցիք, այն ինչ որ ես ուզում եի ասել, այո։ Ագնես, ինչին եք հավատում։ Նկատի չունեմ հավատ կար Աստված առհասարակ։ Ուժին եմ հավատում, այն ուժ, չգիտեմ ինչի է այդպես ստացվել, հիմա ինչ խոսում ենք, ոնց որ թե ուժի վրա ենք գնում, բայց մարդու մտքի ուժին եմ հավատում, խոսքի ուժին եմ հավատում եւ հավատում եմ, որ անհնարին որևէ բան այս աշխարհում չկա։ Եթե մարդը ուզում է հասնել ինչ-որ մի բանի եւ ունի, այսինքն նպատակասլաց մարդ է, ուղակի չի ուզում, ասենք, բան, բազմոցին պարտի եւ ասի ես այս ինչ բանը շատ եմ ուզում։ Հաճախ ենք չէ՞ լսում, որ ասում են մտքերը հատկություն ունեն իրականություն դառնալու։ Ես դրան հավատում եմ։ Այսինքն միտքդ հատկություն ունի իսկապես իրականություն դառնալու։ Ես հիմա կարող եմ անձնապես իմ վրա օրինակ բերել, շատ պրիմիտիվ կենցաղային օրինակով խոսենք, հա։ Երբ որ ես գնեցի իմ թիվ առաջին մեքենան, ես դա գնեցի այն ժամանակ, երբ որ ես առանձնապես գումար չէի վաստակում, բայց ես ուզում էի ունենալ մեքենա, ես պիտի ունենայի մեքենա, եւ ես գնեցի բոլորովին նոր մեքենա, գնացի հենց խանութ սրահից անմիջապես առաջին մեքենաս գնեցի, շատ լավ մեքենա գնեցի եւ դա ինձ համար այն ժամանակ հավասարազոր էր, ոնց որ թե ես, ասենք, ինքնաթիռ առնեի, այդքան անհասանելի երազանք էր, բայց ես իրականացրեցի դա։ Կենցաղային օրինակ եմ բերում, որպեսզի ավելի մատչելի լինի, հա։ Եվ այո, մարդը եթե մի բան իսկապես շատ է ուզում, մարդը դրան հասնում է։ Միտքը ուժ ունի, մի խոսքով։ Ձեր ասացի տրամաբանական շարունակությունը։ Ինչ խորտ կտակ այն կանանց, ովքեր ուզում են այս կյանքում մի բանի հասնել, բայց չունեն այդ ուժը, այդ կամքի ուժը, կյանքի ուժը, որը կարող է նրանց համար շարժիչ ուժ լինել։ Առհասարակ հիմա այս թեմայով շատ լավ է, որ այդպիսի հարց եք տալիս, որովհետև այս վերջին շրջանում հատկապես, երբ որ ես ֆիզիոլոգիական փոփոխության եմ ենթարկվել, շատ կանայք, ովքեր այդ հնարավորությունը չունեն, այսինքն ոչ թե հնարավորություն չունեն, չեն հասնում այդ արդյունքին, հա, նկատել եմ, որ մի տեսակ ոչ բոլորի մասին է խոսքը, հա, թողներ են այն կանայք, ովքեր եւ նրանք շատ են, իմ հետևորդների մասին է խոսքը, որոնք ուղղակի լավ մարդիկ են եւ ինձ ամեն օր դրական ու գժական պոզիտիվ էներգետիկա են տալիս ինտերնետի միջոցով, հա, շփումների միջոցով, բայց կան այնպիսիները, որ ենթադրենք կմտնեն իմ էջում եւ կգրեն բանը, մեկա ինչքան էլ նիհարես, մեկա գեշ ես։ Եղբայր, հա, գեշ եմ, լավ եմ, էս եմ։ Ես ձեզ որևէ բան չեմ ասում, չէ՞։ Կամ ինչքան նիհարես, մեկա այս ինչը տեմպես է, մեկա դու վատն ես բան, օքեյ, ես վատն եմ, դուք աշխատեք լավը լինել, մեկա ես ձեզ բոլորից սիրում եմ, առանց ձեզ էլ հնարավոր չէր լինի, այսինքն եթե դուք մի բան գրում եք, այնպես չի դուք դրանով ինձ լուրջ ցավ եք պատճառում, այ նմանատիպ կանանց այդ շարքին իհարկե կցանկանամ, որ բարի լինեն, որովհետև բարությունը իսկապես շատ կարևորագույն տեղ է գրավում մարդկանց կյանքում։ Ինձ ասում են, ես դրական պոզիտիվ էներգետիկա ունեմ։ Դա օդից չի գալիս, ես մարդկանց լավ եմ վերաբերվում։ Մարդիկ ինձ տալիս են այդ էներգիան ես տալիս եմ իրենց։ Այսինքն դա ցպոչկայի նման բան է, հա, շղթայական է այդ ամեն ինչը։ Ունեմ հրաշալի հետևորդներ, ովքեր չեն կարողանում իրենց մի հարել չեն կարողանում, բայց դրանից չեն չարանում, բան չեն լինում, այն որ նախ ամեն մարդ իր տեսակի մեջ է գեղեցիկ, այդ շատ կարևոր է, մարդու ամենակարևորագույն բանը դա իր ներքին էներգետիկան է, այսինքն կարող է, չէ, օրինակ ես սիրուն աղջիկ չեմ, ես դա շատ լավ գիտեմ, բայց ես ունեմ մի շատ կարևորագույն բան, որ ասեն համաձայն չեմ ձեզ այդ բոլորովին։ Գեղեցկության ստանդարտներին ես չեմ համապատասխանում։ Ստանդարտը գեղեցկության հետ կապ չունի։ Ինչու կապ չունի, որովհետև մարդուն առաջին հերթին գեղեցկացնում է հոգին, ներքինը։ Եթե մարդու ներքինը դատարկ եղավ եւ լավը չեղավ, կարող է մարդը շատ գեղեցիկ արտաքին ունենա 90, 60, 90 կազմվածքով եւ այլն, բայց երբ որ ներսը ոչինչ չկա, դատարկ է ու ներսը գեղեցիկ չէ, այդ մարդուն դու չես կարող դու վիզուալ կտեսնես, որ գեղեցիկ է, բայց երբ որ սկսես շփվել իր հետ, կհասկանաս, որ այ մարդ լավը չի էլի, վсё-таки։ Կարող եմ ավելացնել, եթե նույնիսկ դատարկ է,
կամ դատարկ չէ, բայց հետաքրքիր չէ տեսակով։ Ինչքան ուզում է գեղեցիկ լինել, եթե ինքը տեսակով հետաքրքիր չէ, բացարձակ չի նայվում։ Եղել է ձեր կյանքում մի ճակատագրական օր, որը ձեր ամբողջ կյանքի ընթացքը փոխել է։ Իմ կյանքում այո եղել է մի այդպիսի դեպք, որ գլոբալ առումով այո փոփոխել է երևի աշխարհայացքս, հա, այդպես ավելի ճիշտ կլինի։ Մի քանի տարի առաջ, երբ դեռ չէինք նկարահանվում, իմ մոտ այդպես է, դոյի պոսլե, երբ դեռ չէր սկսվել նկարահանումները ուր է իմ տղամարդը ֆիլմի, ինձ հետ տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր դեպք։ Ես 9 մետր բարձրությունից գահավիժեցի ձորի մեջ։ Եվ այդ ժամանակ ներքին խռովք կար, անընդհատ տենց Աստծուն էի դիմում եւ ասում էի, որ հոգնել եմ, որ եւ այլն, ինչ պատճառներ կար եւ եկեղեցու բակում, խոր վիրապի բակում ես ավտոկայանատեղից ընկա ներքև։ Թերևս տարակլինիկական մա, այդպես է բացատրվում, որովհետև դրան ուրիշ բացատրություն չկա, եւ երբ որ արդեն վերադարձա կյանք եւ ինձ տեղափոխեցին հիվանդանոց, բոլորը զարմացել էին, որովհետև 9 մետրից գահավիժել այդ քարերի վրա, դա իրենից ենթադրում էր, որ ես պիտի առնվազն ջախջախված լինեմ, բայց փառք Աստծուն, որ ընդամենը ուրեմն կողոսկրերս էր ջարդվել երկու տեղից եւ կպած էր այդ թոքին, դրա համար էին շատ վախենում էին, որ հանկարծ կարող է թոքը վնասվել, որտեղ միլիմետրի տարբերությամբ եւ բժիշկներն էին ինձ նստացնում, կանգնացնում, ես չէի կարողանում ինքնուրույն շարժվել եւ թիակս էր 3 տեղից ջարդվել եւ ամենազավեշտալին նա էր, որ ոչ այստեղ կարող էին գիպսային ինչ-որ բան դնել, ոչ այստեղ, այսինքն ինքը պիտի անընդհատ ֆիքսած վիճակում լիներ եւ ես հասկացա, որ վերևից ինձ ասեցին, որ չի կարելի նման բաներ խոսել, գոհացիր նրա համար այն ինչ որ հիմա ունես եւ դրանից բառացիորեն երևի մի ամիս հետո սկսվեց մեր նկարահանումները, ուր է իմ տղամարդը, ես իհարկե դա շատ գեղեցիկ կերպով թաքցնում էի, հեռուստադիտողը դա չէր նկատում, բայց իմ ձեռքը չէր աշխատում, այս ձեռքս ընդհանրապես չէի կարողանում շարժվել, դա մի անմարդկային ցավ էր այս հատվածում ընդհանրապես չէի կարողանում եւ միշտ եթե այ հիմա որ ասում եմ մարդիկ ովքեր տենց շատ ուշադրությամբ հետևել են այդ հեռուստանախագծին նկատած կլինեն որ իմ ձեռքը աջ ձեռքը միշտ այդպես էր ու քանի որ ինքը որպես բուտաֆորա էր հանդիսանում ես իրան չէի կարողանում շարժել միշտ մի հատ փոքրիկ պայուսակ էի վերցնում դեպս սենցանում դնում ու միշտ որ քայլում ես ձեռքս այսպես էր ես այսպես էի քայլում իրան կերպարային էի սարքել, բայց իրականում ձեռքս սարսափելի վիճակում էր։ Բայց եթե մենք նայենք նրան, թե որտեղից եմ ես ընկել եւ ոնց եմ կենթանի մնացել, այդքանից հետո հասկանում ես, որ դա երկրորդ անգամ տրված պարգև էր ինձ, իմ կյանքը ինձ երկրորդ անգամ տրվեց, եւ դրանից հետո այլևս նման բողոքներ չեմ ներկայացնում։ Առաստված հասկանում եմ, որ իսկապես չի կարելի բողոքել, պետք է գոհանալ այն ամենից, ինչ ունես, որովհետև ամեն ինչը համեմատության մեջ է, հա, պիտի գոհանաս ամեն ինչից, ամեն օրով, երբ որ արթնանում ես, պիտի շնորհակալ լինես այդ ամեն ինչի համար։ Ունես այսօր այս հնարավորությունը, դրա համար պիտի շնորհակալ լինես։ Իհարկե, այո, դա իմ կյանքը գլոբալ առումով փոխեց Եվ երևի թե ինձ սարքեց այնպիսին, ինչպիսին հիմա ես կամ եւ փառք Աստծո, այո, շնորհակալություն այն ամենի համար, որ հիմա ես այստեղ նստած եմ, որ կամ, որ ապրում եմ, որ մի խոսքով այո, դա կարելի է համարել, որ իմ կյանքի ամենալուրջ, կարևորագույն, այսինքն ինձ երկրորդ անգամ շանս տրվեց, երևի ինչ որ առաքելություն ունեմ դեռ անելու էլի։ Նաեւ կարող ենք ասել, որ դա ճակատագիր է։ Գիտեք ավելի շատ ոչ թե ճակատագիր, այլ ավելի շատ վերջերս շատ եմ կարդում նման գրականություն, շատ եմ ինչ-որ նյութեր նայում, ոչ թե ճակատագիր, այլ երևի թե շատ հետաքրքիր ճիշտ խոսք է, Աստծո գործերն անքննելի են, պետք չի մենք որևէ բանի մեջ ինչ-որ բաներ փնտրենք,
տրվել է ուրեմն լրիր եւ այսպես ասած ճակերտավոր քո խաչը կրիր, ոչ թե ճակատագիր, այլ ոչ մի բան կյանքում ուղակի պատահաբար չի լինում։ Ոչ մի բան պատահաբար չի լինում։ Եվ ուրեմն իվերուստ սահմանված չէր, որ ես պիտի այդ ժամանակահատվածում լքեի աշխարհի կյանքը, նշանակում է իսկապես ինչ որ բան դեռ կիսատ է եւ դեռ անելիքներ ունեմ։ Շնորհակալ եմ Ագնես ջան։ Շնորհակալ եմ։ Չպարապենք երևի այսօր։ Երևի դի պարապենք հակառակը։ Հիմա արդեն մենք պետք է բացահայտենք Ագնեսին այդ կողմը։ Խնդրեմ։ Կարող ենք սկսել։ Այո։ Սկսեցինք։ Չին։ Ագնեսայի հետ այսօր ունենալու ենք շատ պոզիտիվ, ուրախ եւ շատ արդյունավետ պարապմունք։ Կսկսենք նախավարժանքից, կտակացնենք մեր մկանախմբերը, այնուհետև կաշխատացնենք մեր ուսագոտու մկանները, ձեռքերի եռագլուխ մկանները, մեջքի մկանները, նստատեղի մկանները, ոտքերի դրսի մկանները։ Կվերջացնենք շատ հետաքրքիր պիլատեսաձգողական վարժություններով, այնպես որ մեզ հետ շատ հետաքրքիր է լինելու։ Միացեք։ Շնչում ենք, արտաշնչում, շնչում ենք, արտաշնչում, շնչում ենք, արտաշնչում ենք անգամ ևս։ Ես բայց կարում ենք, հա, ոնց որ Բացում ենք կրծքավանդակը և կլոր մեջքով գալիս ենք առաջ։ Եվ այս 4 հատվակն է։ 3 2 վերջինը։ Աշխատում ենք ուսերով հետ։ Առաջ Ողնաշարը ուղեցինք, գալիս ենք առաջ մարմնով և սկսում ենք ձեռքերով աշխատել։ Շատ կարևոր է ծնկները ամուր պահել, ողնաշարը սեղմել հետ։ 4, 3, 2, 1 և 2 ձեռքերով ձգվում։ Վերջին Ագնես, ուղղվեցինք պարանոցով ենք աշխատում, կիսաշրջան, հետևի հատվածում, և կողքից կողք, Ագնես, կողքից կողք, եվս 4, 3, 2, ոտքերը լայն, ոտնաթաթերը ուղիղ և գնում ենք կողք, մեջքը ուղիղ է, 5, 4, 3, 2, ուղղվեցինք, Ագնես պատրաստ, open step, գնացինք։ Այս որ վերջանա կարող ենք պարել մի լավ։ 8, 7, 6, 5, 4, 3, 2, step touch։ Այսը ավելի լավ է։ Չորս, 3, 2, curl, ոտքը հետ։ Չորս, 3, 2, stop։ Հիշում եք կանիստի կանոնները, մեջքը ուղիղ, շնչելով իջնում ենք, արտաշնչելով բարձրանում ենք, կառավարում ենք, որ ծնկները ոտնաթաթերից առաջ չընկնի։ Բայց այս ոնց որ են հին ցեղերի պարերից լինի։
5 4 այո ահա թլացանք 4 3 2 start 1 2 3 4 ձախ 1 2 3 4 աջ 1 2 3 4 կենտրոնը 1 2 3 մի հատ էլ բարևիկ իրար 1 2 3 4 Տեսեք, ռեզինը կիսում ենք, ձգում ենք, ողնաշարը ուղում ենք, որովայնի մկանները սեղմում ենք ներս, դա նույնպես շատ կարևոր է, ռեզինը տանում ենք հետ և չթուլացնելով ուղիղ ձեռքերով բերում ենք առաջ, այնուհետև պետք է հետևում զսպանակենք և կողքից կողք, տեսեք, այստեղ ուշադիր եղեք, որպեսզի մարմինը չշարժվի, ձեռքերը ուղիղ, ողնաշարը ուղիղ, Այս երեք վարժությունների ժամանակ էլ աշխատում են և ուսագոտու մկանները, և մեջքի մկանները։ Եվ վերջում արդեն մնում ենք այս դիրքում, այստեղ արդեն աշխատեցնելու ենք ձեռքերի եռագլուխ մկանները, արտաշնչելով ձեռքը ուղում ենք և շնչելով ծալում ենք։ Այսքանը կարող ենք սկսել։ Սկսեց։ Ստացվում է Ագնես։ Այո, ինչ տալ է։ Մնացին հետևում զսպանակ։ Ձեռքերը ուղիղ, ողնաշարը ուղիղ։ Ձեռքերը բոլորովին չենք կլորացնում։ 8, 7, 6, 5, 4, 3, 2 և կողքից կողք։ Կարևորը մարմինը չշարժել, ողնաշարը ուղիղ։ Որովայնի մկանները սեղմում ենք ներս։ Ոյ, թեղդ խրավ դուրս։ 4, 3, 2 և վերջի վարժությունը triceps ձեռքի եռագլուխ մկանների աշխատանքն է։ Արտաշնչելով ձեռքը բացում ենք մինչև վերջ և շնչելով ծալում ենք։ Գնացինք Ագնես։ Ստարտ։ Պոչս խանգարում է։ Եվ մյուս կողմով։ Երեք, երկու, ստոպ։ Դրեցինք ռեզինը։ Ուսագոտու մկանի լքում Ագնես։ Ուղիղ մի փոքր ուղիղ ձեռքը, ահա։ Եռագլուխ մկանի ձգում, տեսեք այսպես։ Ճիշտ է։ Մյուս կողմ։ Կախում ենք, թուրանում ենք, որպեսզի թուլացնենք մեր ողնաշարի մկանները։ Այս վարժությունը կատարելու համար ոտքերը դնում ենք կրունկների վրա, ծանրությունը որովայնի վրա, արտաշնչելով նստատեղի մկանները բարձրացնում ենք վերև, վերևում սեղմում ենք և շնչելով իջեցնում ենք, հատակին նստատեղը չպիտի դիպչի։ Այնուհետև վերևում պիտի զսպանակենք։ Լավ է այդտեղ։ Եվս 7, 6, 5, 4, 3, 2, մնացինք վերևում Ագնես։ Ագնես զսպանակում ենք վերևում։ Զսպանակում ենք 8, 7, 6, 5, 4, Ես ուղղակի պրես եմ պահում։ 1, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, թուլացանք։
Ցույց տամ ոտքի դրսի մկանի աշխատանքը։ Տեսեք, ծունկը ձիգ, ոտնաթաթը դեպի մեզ, արտը շնչելով ոտքը բարձրացնում ենք եւ շնչելով իջեցնում ենք։ Ոտնաթաթերը իրար չպիտի դիպչի։ Այնուհետև վերևում պիտի զսպանակենք եւ շրջան պիտի կատարենք եւ հակառակ ուղղությամբ։ Այնուհետև ոտքը պետք է բերենք առաջ եւ զսպանակումներ կատարենք։ 4, 3, 2 ակնես պատրաստ եք։ Սկսեցինք, ստարտ։ Եվս 8 հաշի, 7, 6, 5, 4, 3, 2 եւ ագնես դեր սիրելի զսպանակը վերևում զսպանակում ենք 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, 8, 7, 5, 4, 3, 2, 1 եւ շրջան պիտի կատարենք 2, 3, 4, 5, 6, 7, 8 հակառակ ուղղությամբ 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 եւ ոտքը առաջ ագնես։ Ոտքը առաջ, ագնես։ Զսպանակում ենք, զսպանակում ենք 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, ես շատ երջանիկ եմ, աղնես դուք անում եք, ես երջանիկ եմ, շարունակում ենք ևս 8, 7, 6, 5, դուք անպայման ինձ մոտ հետի գաք պարսվելու Ես գալիս եմ մարզվելու։ Ստոպ հետ ենք սեղմում։ Ահա։ Բայց ես այդքան չեմ կարող մարզվել։ Որ մենք չենք խոսում, չենք շփվում, բան է, տենց լավ չի, չէ։ Պետք է խոսենք ինչա բան։ 4, 3, 2, ստարտ։ Ագնես եվս 8, Ագնես անում եք, 6, Անում եմ, բայց կարող է 2 հատ անել ու ասել, որ սա անում ենք 18 հատ, 16, հա, վերևում զսպանակ, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 շրջան, 8, 7, 6, 5, 4, 3 դիմանում ենք, ակնես դիմանում ենք, հանուն գեղեցկության, հանուն սերոտոնինի, ես գոհ եմ իմ գեղեցկությունից, չեմ ասում։ 2 եւ ոտքը առաջ զսպանակ, ակնես զսպանակ, ոտքը առաջ, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 եւ ոտքը սեղմում ենք հետ։ Էդ իմ դերն էր։
Ու մողում ենք յոթ։ Ահա, 6
Ոտքերը միացնում ենք, վերցնում ենք ռեսինը, կիսում ենք։ Այո, ահա, ձեռքերը ծալված շատ ճիշտ է, ողն է շատ է։ Վերջացրեցինք, բրավո։ Շնորհակալություն Ագնեսա, շատ շնորհակալ եմ մասնակցության համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Կերպարի համար, դեր յուրահատուկ կերպարի համար, որ զարդարեցիք իմ հաղորդումը։ Ես էլ եմ շատ շնորհակալ, շատ լավ հաղորդում է։ Ես անկեղծ ասած չգիտեի, որ ես այսքան բան կարող եմ անել եւ չգիտեի, որ այսքան բան չեմ կարող аնել։ Եվ ներողամիտ կլինեք, եթե ինչ-որ վարժության մեջ թերացա, դա կարծում եմ նորմալ է, որովհետև ես սպորտսմեն չեմ, я только учусь, я не волшебник, я только учусь։ Շատ հաճելի էր Ագնեսա ջան։ Այսօր այսքանի սիրելի հեռուստադիտողներ, կհանդիպենք, ցտեսություն։